Սիրելիներ, գրեթե բոլոր մշակույթները ծոմապահության որևէ ձև ունեն։ Եվ այսօր մենք խոսալու ենք ծոմապահության մասին։ Ոմանք ծոմ են պահում, որպեսզի իրենց վշտերը արտահայտեն։ Ոմանք ծոմ են պահում, որպեսզի հաճեցնեն իրենց աստվածներին։ Եվ այսօր ավելի շատ տարածված է մարդիկ պահ կամ ծոմ են պահում, որպեսզի իրենց մարմինները առողջանան, իրենց մարմինները վերականգնվեն, որովհետև ծոմ պահելը իրականության մեջ նաև վերականգնում է մարմինը։ Մենք էլ որպես քրիստոնյաներ երբեմն մտածում ենք, որ ծոմ ենք պահում, մենք ավելի հաճելի ենք Աստծո առջև եւ կարող ենք ծոմ պահելով հաճեցնել Աստծուն։ Նախ եւ առաջ ուզում ենք նշել, որ սնունդը, կերակուրը, դա Աստծո պարգևն է, որ մեզ է տրված։ Եվ սնունդը մեզ տրված է, որպեսզի երախտագիտությամբ այդ սնունդը վայելենք, կարողանանք ընդունել այդ սնունդը եւ ինչու՞ չէ նաեւ կիսվել սնունդով մեկս մյուսի հետ։ Բայց երբեմն սիրելիներ, մենք այդ սնունդից ավելի շատ բան ենք պահանջում, ինչ որ սնունդ իրականության մեջ կա։ Օրինակ, մեզ թվում է, եւ որ մենք հոգնած ենք լինում աշխատանքից հետո եւ տուն ենք գալիս, ինչ որ քաղցր բան ուտենք, կարող ենք մխիթարություն գտնել։ Եվ որ զայրացած ենք լինում, մեզ թվում է, որ սոված ենք, եւ որ հաց ուտենք, մենք կարող ենք խաղաղություն գտնել։ Իրականության մեջ, սիրելիներ, եթե մենք սնունդի մեջ դնում ենք այն բաները, որ Աստված է մեզ տալիս, մենք այդ սնունդը դարձնում ենք կռապաշտություն։ Եվ ոմանք, որոշ քրիստոնյաներ, որպեսզի դրանից հեռու մնան, սովորություն ունեն ծոմ պահելու։ Ուզեմ ամեն մեկդ հիշեք, վերջի անգամ երբ եք ծոմ պահել։ Կամ արդյոք կյանքում ծոմ եք պահել, թե չէ։ Սակայն սիրելիներ, իմացեք, որ ծոմ պահելը քրիստոնյայի համար լոկ սովորություն չէ։ Ծոմ պահելը դա հրավեր է լինել Աստծո ներկայության մեջ։ Ծոմը մեզ հիշեցնում է, որ մեր ամենախորը կարիքները չեն բավարարվում միայն սնունդով։ Մենք չենք ապրում միայն հացով, այլ Աստծո խոսքով։ Եվ քրիստոնյաները ծոմ են պահում ոչ թե իրենց ցույց տալու համար, այլ քրիստոնյաները ծոմ են պահում Աստծուն փնտրելու համար։ Ոչ թե մարդկանց տպավորելու, այլ Աստծուն մոտենալու համար։ Ոչ թե պարզապես ինչ-որ մի բանից զրկվելու, այլ լցվելու Աստծո հոգիով։ Եվ ծոմը հոգևոր ճանապարհորդություն է։ Ոչ թե լոկ սննդից հրաժարվել կամ կենսաբանական դադար ինչ-որ ձևով։ Ծոմը դա մեր հոգու ճիչն է, որտեղ մենք ասում ենք Տեր, մենք քեզ ենք ուզում։ Մենք քեզ ենք ուզում, ոչ միայն լոկ հաց ենք ուզում։ Այսօր Աստծո խոսքը մեզ է գալիս Մատթեոս ավետարանից 6-րդ գլուխ 16-ից 18 համարները։ Լսենք Աստծո խոսքը։ Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձը ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծիր գլուխդ եւ լվա երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո հորը եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո առջև Տեր եւ խնդրում ենք, որ դու բացես մեր միտքը, մեր սիրտը, օգնիր, որպեսզի հասկանանք քո խոսքը եւ կարողանանք այնպես ապրել, որ քո խոսքը մեր կյանքում կարևորագույն տեղն ունենա եւ մեզ ուժ տուր կամ տուր, որպեսզի հնազանդվենք քո խոսքին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ինչպես գիտեք, մենք շարունակում ենք Մատթեոսի այս լեռան քարոզը եւ շարունակելով Մատթեոսի 6-րդ գլուխը, այստեղ կարող ենք մենք տեսնել այս ընդհանուր ուղերձը Աստծո հետ անկեղծ հարաբերության մասին այս խոսքերը, որ մենք մի քանի շաբաթ քարոզաշարքի մեջ լսեցինք։ Մենք լսեցինք ողորմության տալու մասին, լսեցինք աղոթքի մասին, եւ ինչպես աղոթքի եւ ողորմության դեպքում այստեղ նույնպես
Հիսուսը շեշտում է, որ ծոմը պետք է լինի անձնական եւ ոչ թե ցուցադրական։ Սա նոր կտակարանյան միակ հատվածն է, որտեղ խոսվում է ճշմարիտ ծոմապահության մասին, թե ինչպիսին պիտի լինի ճշմարիտ ծոմապահությունը։ Եվ այսօր մենք չենք կենտրոնանալու, թե ծոմապահությամբ եւ աղոթքով ինչ հրաշքներ կարող են տեղի ունենալ։ Օրինակ Աստվածաշնչից մենք գիտենք, որ ծոմապահությամբ կարող են հիվանդություններ բժշկվել, թագավորների սրտեր հալվել, հիշեք Եստերի պատմությունը, այլ կենտրոնանալու ենք ավելի, թե ինչպիսին պիտի լինի իրական ծոմապահությունը։ Եվ ինչպես նշեցինք, երբեմն մարդիկ մտածում են, որ ծոմ պահելը միայն սննդից հրաժարվելն է։ Նրանք որոշ մարդիկ ծոմ են վերցնում, սննդից հրաժարվում են, բայց իրենց առօրյա կյանքը, այսինքն ամենօրյա կյանքը շարունակվում է նույն ձև։ Կարող են ծոմապահության ժամանակ կռվել, կարող են հայհոյել, կարող են իրենց սրտի ցանկությունը կատարել եւ մտածել, որ եթե սննդից հրաժարվեցի, ուրեմն այս ծոմապահությունը ընդունելի է Աստծո առջև։ Սակայն դա չէ իրական ծոմապահությունը, որ պահանջում է Աստված։ 5 տականում եւ որ հիշենք Մովսեսը եւ որ բարձրացավ Սինալերը, այնտեղ 40 օր գրված է, ոչ կերավ, ոչ էլ խմեց, որպիսի Աստծո ներկայությունը ճաշակի։ Եվ ծոմապահության մեջ սիրելիներ, մենք ցանկանում ենք լինել Աստծո մեջ, ցանկանում ենք կատարել Աստծո կամքը եւ ոչ թե մեր սրտի ցանկությունը։ Եվ մենք ծոմապահության մեջ մտնում ենք Աստծո ներկայության մեջ եւ մասնակից ենք դառնում Աստծո գործին այս աշխարհի մեջ։ Հետաքրքիր է, որ Հիսուսի աշակերտները երբեմն մեղադրվում էին նրա համար, որ իրենք ծոմ չեն պահում։ Եթե կհիշեք Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 14 համարում Հովհաննեսի աշակերտները գալիս են եւ Հիսուսին ասում են. «Ինչու քո աշակերտները ծոմ չեն պահում, որովհետեւ մենք եւ փարեսցիները ծոմ ենք պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում»։ Եվ սա ցույց է տալիս, որ Հիսուսի մոտեցումը ծոմապահության հարցին տարբերվում էր այն ժամանակվա այդ կրոնական ավանդությունից, թե ինչ է ծոմը։ Հիսուսը դեմ չէր ծոմապահությանը։ Նրա համար ծոմը ավելի խորքային հարաբերություն էր Աստծո հետ մեկ լինելու։ Եվ կարող ենք ասել, որ ծոմը դա հոգևոր կարգապահություն է, որը ցույց է տալիս, որ մեր կախվածությունը Աստծուց է։ Եվ մեր ցանկությունը Աստված է ամեն ինչից վեր է։ Մեր ցանկությունն է լինել Աստծո ներկայության մեջ։ Նայեք, աստվածաբաններից մեկն ասել է. մենք ծոմ ենք պահում, որպեսզի հագեցնենք մեր ծարավը Աստծո հանդեպ եւ նվազեցնենք մեր կախվածությունը աշխարհից։ Մենք ծոմ ենք պահում, որպեսզի Աստծո մոտ լինենք, այլ բառերով, եւ ոչ թե աշխարհային ցանկություններով ապրենք։ Սիրելիներ, այդ կախվածությունը եւ աշխարհային ցանկությունները երբեմն թվում է դրանք մեծ մեղքերն են, բայց ոչ։ Երբեմն փոքր մեղքերը սխալ սովորություններն են, որ մեզ հեռու են տանում Աստծուց։ Նույնիսկ երբեմն օրհնությունները կարող են մեզ Աստծուց հեռացնել։ Եվ ծոմը մեր հոգևոր արձագանքն է այդ սխալ ցանկություններին։ Ինչպես կարող է օրհնությունը մեզ հեռացնել Աստծուց։ Եթե հիշեք Հիսուս Քրիստոսի պատմած առակը մեծ խնջույքի հրավերը, եւ որ հրավիրում է բոլորին խնջույքի, բոլորը սկսում են հերթով մերժել։ Մեկը ասում է հող եմ գնել եւ պիտի գնամ աշխատեմ։ Մյուսն ասում է ես եմ գնել եւ պիտի գնամ փորձեմ։ Մյուսն էլ ասում է կին եմ առել։ Ամուսնացել եմ, կնոջս հետ պիտի լինեմ։ Սրանք բոլորը համարվում են օրհնություններ, աշխատանք, ունեցվածք, հարաբերություն, բայց եթե մեր հիմնական սնունդը, մեր հիմնական ցանկությունը դա է, դա մեզ հեռացնում է Աստծուց։ Եվ մենք պետք է ուշադիր լինենք։ Եվ այսօր ինչքան քրիստոնյաներ համարելով, որ Աստծուց օրհնված են, վերցնում են այդ օրհնությունը, բայց իրականության մեջ կամաց հեռանում են Աստծուց, կարծես այդ հոգևոր փափագը կամաց մարվում է։
Եվ Հիսուսը հենց դրա մասին է զգուշացնում։ Կյանքի հաճույքները, սիրելիներ, լավ բաներ են, լավ պարգևներ են, բայց եւ որ անմնացորդ տրվենք դրանք կարող են խեղդել մեր հոգևոր ախորժակը։ Դրանք կարող են խեղդել մեր հոգևոր կյանքը եւ այդ օրհնությունները կարող են մեզ Աստծուց հեռացնել եւ վերածվել մեղքի։ Եվ ինչ է իրականության մեջ մեղքը, եթե ոչ այն, ինչ իրականում խեղաթյուրում է մեր բնական ցանկությունները։ Սիրելիներ, եւ որ մենք ծոմ ենք պահում, մենք կարծես հայտարարում ենք, որ ես չեմ կառավարվում ցանկություններով, այլ Աստված է իմ ուժը, Աստված է իմ ցանկությունը եւ ես ցանկանում եմ լինել Աստծո ներկայության մեջ։ Եվ ծոմը օգնում է մեզ դիմադրել աշխարհիկ այդ ախորժակների ձգողությանը։ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ ոչ միայն մեր կյանքը պահվում է կամ ապահովվում է սնունդով, այլ Աստծո խոսքով։ Հիշեք անապատի մեջ Հիսուսի փորձությունը, եւ որ 40 օր ոչ կերավ, ոչ խմեց, եւ սատանան մոտեցավ եւ իրեն ասեց. դու իշխանություն ունես, կարող ես ասել, հրամայել եւ այս քարերը հաց դառնան։ Եվ Հիսուսի պատասխանը ինչ էր? Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ նաեւ Աստծո խոսքով, ամեն մի Աստծո խոսքով։ Եվ սիրելիներ, այս բաները նաեւ ճիշտ են ամեն մեկիս համար, եւ մենք կարող ենք ճիշտ բաներ անել, նույնիսկ ճիշտ ծոմ պահել, բայց եթե մեր շարժառիթը սխալ է եւ նորից մենք կարող ենք այլտեղ գնալ։ Եվ Հիսուսը հենց դրա դեմ է զգուշացնում, դրա դեմ է խոսում։ Եվ ասում է, որ ծոմ պահելը դա ինքնագովեստի միջոց չէ, եւ Հիսուսի հետևորդները կանչված են ծոմ պահել ոչ թե մարդկանց տպավորելու, այլ Աստծուն փնտրելու համար։ Նայեք 16-րդ համարն ինչ է ասում. Երբ ծոմ եք պահում, տրտմերես մի եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքը առել են։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձը առել են կամ ստացել են։ Ինչպես անցյալ քարոզների մեջ նշեցինք, ծոմապահությունը հրեաների շրջանակներում համարվում էր բարեպաշտության 3 սյուներից մեկը։ Հիշեք, ողորմություն տալը, աղոթելը եւ ծոմապահությունը։ Բայց Հիսուսը զգուշացնում է, որ նույնիսկ այս սուրբ գործը կարող է աղտոտվել, կարող է իջիկ դառնալ, երբ դա դառնում է ինքնագովեստի միջոց։ Աստվածաբաններից մեկն ասել է, որ ծոմը սուրբ միջոց է, բայց երբ այն օգտագործվում է անձնական փառքի համար, այն ապականվում է անսուրբ նպատակով։ Մենք կարող ենք սուրբ գործը դարձնել անսուրբ եւ որ մեր շարժառիթը սխալ է։ Եվ Հիսուսը նկարագրում է մարդկանց, ովքեր մռայլ դեմք են ընդունում։ Իրենց դեմքերը խոժոռում են։ Ինչու համար, որպեսզի ցույց տան, որ ես ծոմապահության մեջ եմ։ Ես ծոմ եմ պահում։ Ինչպես են խոժոռում իրենց դեմքերը կամ ինչպես են խեղաթյուրում, հայտնի չէ։ Բայց հստակ է, որ այդ արարողությունը դարձել էր ծոմապահության համր լեզուն։ Առանց խոսքերի նրանք ասում էին. տեսեք, ես ծոմ եմ պահում։ Տեսեք, ես զբաղված եմ լուրջ կրոնական գործողությամբ։ Ինձ նայեք, ես հոգևոր մարդ եմ, ես ծոմապահության մեջ եմ։ Այս մարդիկ ավելի հետաքրքրված էին, թե մարդիկ ինչ կմտածեն իրենց մասին, քան իրական Աստծուն փնտրելով էին հետաքրքրված։ Նրանց համար մարդկանց կարծիքը առավել կարևոր էր։ Եվ որ մտածում էի սրա շուրջ, սկսեցի մտածել, արդյոք մենք երբեմն բաներ չենք անում, գործողություններ չենք անում, որ ցույց տանք, նայեք ինձ, տեսեք, ես հոգևոր անձնավորություն եմ։ Եթե մեր շարժառիթը դա է, որ մարդկանց տպավորենք, սիրելիներ, Աստծո խոսքն ասում է, որ ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձը առել են եւ ոչ մի բան իրենց չի սպասվում։ Նրանց կեղծավորությունն է ցույց է տալիս, որ նրանք անում են մարդկանց տպավորելու համար։ Այո, նրանք կստանան իրենց ծափահարությունները, բրավո, մարդիկ կասեն դուք լավ մարդիկ եք,
հոգևոր մարդիկ եք, բայց նրանց ծոմը դատարկ է, որովհետև նրանց շարժառիթը սխալ է։ Ի տարբերություն այս կեղծավորության Հիսուսը ասում է 17 համարում. «Այլ երբ դու ծոմ պահես, օծիր գլուխդ եւ լվա երեսդ»։ Այս խոսքը գալիս է որպես հստակ հակադրություն կեղծավորության։ Եվ Հիսուսն ասում է. «Բայց դու, այսինքն դու իմ աշակերտն ես, եւ իմ աշակերտը չպետք է գնա այդ կեղծավորի ճանապարհով։ Աշակերտը չպետք է գնա կեղծավորության ճանապարհով։ Այդ ճանապարհը Քրիստոսի աշակերտի ճանապարհը չէ»։ Եվ Հիսուսը գիտեր, որ իր հետևորդները ժամանակ առ ժամանակ իհարկե ծոմ են պահելու։ Եվ նա չի խոսում ծոմի հաճախականության մասին կամ նրա ձևի մասին, այլ Հիսուսի համար կարևորը դրդապատճառն է։ Ինչու համար ես դու անում։ Եվ ծոմը պիտի լինի գաղտնի, ոչ ցուցադրական։ Դա Աստծո եւ մարդու միջև անձնական հարաբերություն է, ոչ թե հանրային ներկայացում, ոչ թե բեմադրություն։ Ոչ թե բեմադրություն պիտի սարքենք, որ տեսեք ես ինչպիսի լավ մարդ եմ, Աստծուն ընդունելի մարդ եմ, այլ քո եւ Աստծո միջև պիտի տեղի ունենա։ Հիսուսն ասում է. «Օծիր գլուխդ եւ լվա երեսդ»։ Այսինքն այն ժամանակվա նորմալ տեսքը ունեցի։ Եվ մի ցույց տա, որ ծոմ ես պահում, այլ քո սրտի մեջ ծոմ պահի։ Իսկ մարդիկ դիտմամբ կեղտոտ էին, իրենց դեմքերը խոժոռում էին, որպեսզի մարդկանց վրա տպավորություն ցույց տան։ Եվ Քրիստոսն ասում է. «Ծոմը մի օգտագործիր ուշադրություն գրավելու համար»։ Եվ Աստված չի փնտրում տրտմերես ծոմ պահողներ, սիրելիներ։ Նա փնտրում է սրտով ծոմ պահողներ։ Ծոմը չպետք է գունաթափի մեր երեսը։ Ծոմը պետք է պայծառեցնի եւ լուսավորի մեր հոգիները։ Ծոմը երբեք չպետք է մռայլի մեր հայացքը, այլ պետք է մաքրի, պետք է հստակեցնի մեր տեսլականը։ Եվ սիրելիներ, ծոմ պահես, որպեսզի մարդիկ տեսնեն եւ բարձրանաս, նշանակում է դու ինքդ ուզում ես բարձրանաս։ Սակայն իրական ծոմապահությունը ինքնախոնարհում է։ Իրական աղոթքը, իրական ողորմություն տալը իրենց բնույթով ինքնամոռացում եւ ինքնաուրացում է։ Եվ ծոմով մենք ասում ենք. «Սիրելի Աստված, մենք ուզում ենք քո ներկայության մեջ լինել»։ Եվ մեր ծոմի մեջ մեր պարգևը, եւ որ ասում են նրանք իրենց վարձը կեղծավորներն ստացած կլինեն, որն է մեր վարձը Աստծո ներկայության մեջ լինելն է։ Դրանից առավել վարձ երևի պետք չէ սпасել, լինել Քրիստոսի ներկայության մեջ, լինել Աստծո ներկայության մեջ։ Որպեսզի ցույց չտաս, 18 համարը շարունակում է, մարդկանց թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաց քո հորը եւ քո հայրը, որ ծածուկը տեսնում է, քեզ հայտնապես կհատուցի։ Այսինքն Հիսուսի խոսքերը սովորական պարզ ծոմապահության մասին չէ, որ ցուցադրում են մարդիկ, այլ Քրիստոսի հետևորդները պիտի ապրեն այդ կյանքը։ Քրիստոսի հետևորդները պիտի քայլեն այդ ճանապարհով։ Եվ Քրիստոսի հետևորդները ոչ մի անգամ չպետք է ապրեն, որպեսզի մարդիկ իրենց ծափահարեն։ Չպետք է ապրեն, որպեսզի մարդիկ ասեն բրավո ձեզ, այլ ճիշտ հակառակը, ծոմը պիտի լինի գաղտնի, ինչպես աղոթքը եւ ողորմությունը։ Եվ այս գաղտնի լինելու գաղափարը, եթե կհիշեք, թե տալու մեջ էր, ողորմություն տալու մեջ, եւ որ ողորմություն տալու մասին էինք խոսում, ասма թող ձեռքդ չիմանա թե ինչ է անում մյուս ձեռքը։ Եթե կհիշեք աղոթքի մեջ ինչ էր ասում, մտի քո ներքին սենյակը եւ աղոթք արա, եւ հայրդ, որ գաղտնուկը տեսնում է, քեզ հայտնապես պիտի հատուցի։ Եվ այստեղ էլ ծոմապահությունը եւ որ անում ես, թող մարդկանց աչքին չլինի, այլ Աստծո համար լինի։ Եվ մենք սիրելիներ հաճախ երբեմն ձևացնում ենք, թե մենք ապրում ենք կամ գործում ենք Աստծո համար, բայց իրականության մեջ մենք գործում ենք մեզ համար։ Մենք գործում ենք մեր լսարանի հավանությունը ստանալու համար։ Եվ սա է կեղծավորությունը, սիրելիներ։ Կրոնական գործեր անել, ձևացնել, որ Աստծո համար ես գործում,
բայց իրականության մեջ գործես քո փառքի եւ քո անվան համար։ Եվ որ ողորմություն ես տալիս, որտեղ չկա գուդ եւ կարեկցանք, եւ որ աղոթք ես անում, որտեղ չկա ներողամտություն, դու կարող ես ժամերով աղոթք անել, բայց քո եղբորը ատես, դա ճշմարիտ աղոթք չի։ Եվ դու կարող ես ծոմ պահել, որ Աստծուն չես փնտրում, այլ մարդկանց հավանությունն ես փնտրում, սրանք բոլորը անընդունելի են Աստծո առջև։ Եվ Հիսուսը կոչ է անում մեզ խոնարհվել իր մեծության առջև։ Անձդ խոնարեցրու, եւ Մատթեոս ավետարան 23-րդ գլուխ 12 համարն ասում է, ով որ իր անձը բարձրացնի, պիտի խոնարհվի, եւ ով որ իր անձը խոնարեցնի, Աստված նրան կբարձրացնի։ Եթե մենք ձգտենք մեր մարդկային ուժերով մեր անձերը բարձրացնենք, մենք կխոնարհվենք, բայց եթե խոնարհվենք, Աստված պիտի բարձրացնի։ Եվ Եսայի 58-րդ գլուխ այսօր կարդացինք, որտեղ նշում էր իրական ծոմապահության մասին։ Եվ կուզեմ մի քանի համար նորից ընթերցեմ։ Ասում է, եւ որ ծոմ ես պահում, լուծիր ամբարշտության կապանքները, արձակիր լծի կապերը, կեղեքվածներին ազատիր եւ կոտրիր ամեն տեսակ լուծ։ Հացդ բաշխիր քաղցածին, թափառականին, թշվառականին տունդ բեր եւ երբ մեր մարդ տեսնես հագցրու նրան եւ քեզ նմանից երեսդ մի ծածկիր։ Սիրելիներ, վաղ եկեղեցում ավանդույթ կար։ Եվ որ պահքի կամ ծոմապահության մեջ էին մարդիկ, իրենք ինչ էին անում։ Մենք սովոր ենք հրաժարվել մսից կամ կերակուրից կամ ինչ-որ բանից։ Եկեղեցին եւ որ ծոմ էր վերցնում, եւ որ մսից հրաժարվում էր, լոկ հրաժարվել չէր։ Այդ միս իրենք վերցնում էին, եթե իրենցից կտրել էին, տալիս էին չքավորին, նրան ով որ չունի։ Կամ գումարը, եւ որ դու կտրում էիր քեզանից, ես ծոմի մեջ եմ եւ միս պիտի չուտեմ, այդ գումարը հատկացնում էին այն կարիքավորներին, ովքեր միգուցե տարվա մեջ հնարավորություն չէին ունեցել միս ուտելու։ Եվ եկեք ուշադրություն դարձնենք, այսօր փոխվել է ծոմապահությունը։ Մենք ավելի կենտրոնացած ենք մեր վրա։ Այո, մեզ թվում է, որ միս չուտենք, Աստծուն պիտի հաճեցնենք։ Այդ մսի գումարը փորձիր տուր նրան, ով որ ամբողջ տարվա մեջ միգուցե հնարավորություն չի ունեցել միս ուտելու։ Եթե մենք ծոմապահության մեջ ուզում ենք, որ մենք Աստծուն հաճեցնենք, երևանք Աստծո առջև, սա նորից անձնակենտրոն աստվածաբանություն է, եւ որ մենք կենտրոնանում ենք միայն մեր վրա։ Ծոմը միայն անձնական չէ, այն սիրո գործ է, համայնքային գործ է, եւ որ պիտի դու տեսնես, թե ինչ է կատարվում քո շրջապատի մեջ։ Հիմա ձեզանից ոմանք կասեն, ես չեմ կարող ծոմ վերցնել, որովհետեւ առողջական խնդիրներ ունեմ։ Ինչ պիտի անեմ ես, ինչպես պիտի ծոմ պահեմ։ Փորձիր հրաժարվել այն բանից, որ քեզ համար շատ սիրելի է, եթե դու ուզում ես ծոմ պահես։ Միգուցե օրերով հեռուստացույց ես դիտում, այդ օրը ծոմ վերցրու եւ ասա Տեր, ուզում եմ քո ներկայության մեջ լինեմ, որովհետեւ լոկ սննդից հրաժարում չէ սիրելիներ, այլ Աստծուն փնտրելու, Աստծո ներկայության մեջ լինելու գաղափարն է, Աստծո հետ քայլելու գաղափարն է, բայց նաև պիտի խնդրեմ, որ չնսեմացնենք ծոմը, օրինակի համար ես պաղպաղակ չեմ ուտում, ուրեմն ծոմ եմ պահում։ Որոշներ ասում են ես ասետրինա չեմ ուտում եւ ամբողջ տարի ասետրինայի ծոմ եմ պահում։ Հենց չես էլ ուտում էլի, ինչ ծոմապահության մասին է խոսքը։ Այլ մի բան, որ քեզանից կտրես եւ քո կողքինին սիրիր քո ընկերոջը քո անձիդ պես, զոհաբերիր քո ընկերոջ համար։ Ամփոփելով սիրելիներ այս ամբողջը, պիտի մենք ամեն մեկս մեզ հիշեցնենք, որ եւ որ ծոմ ենք պահում, մենք ինքներս հիշեցնում ենք, որ մենք կենդանիներ չենք։ Մենք մեր ախորժակի կամ ցանկությունների ստրուկները չենք։ Ավելին, եւ որ մենք ծոմ ենք պահում, մենք ցույց ենք տալիս, որ ունենք քաղց, որը գերազանցում է սննդի քաղցին։ Մենք ունենք մի քաղց, որը գերազանցում է սննդի քաղցին, եւ դա Աստծո հանդեպ քաղցն է։ Դա Աստծո հանդեպ ծարավն է։ Եվ որ ծոմ ես պահում ծոմապահության մեջ նորից ու նորից կրկնում ենք, որ ասում ես Տեր, դու ես իմ ուժը։ Դու ես իմ բավարարումը։ Եվ ծոմը հայտարարում է, որ մեր սիրտը փնտրում է Աստծուն եւ ոչ թե աշխարհային հաճույքները։
եւ ծոմը մեզ օգնում է, որպեսզի մենք դիմադրենք այդ աշխարհային ցանկություններին։ Սիրելիներ, թե 5 կտակարանում, թե նոր կտակարանում ծոմը մարդկանց տանում է դեպի Աստված եւ այսօր էլ ծոմ պահելով մենք գնում ենք դեպի Քրիստոսի խաչը եւ խոնարհաբար Քրիստոսի խաչի առջեւ ասում ենք. Տեր, ոչ թե իմ կամքը թող լինի, այլ քո կամքը թող լինի եւ օրհնյալ թող լինի քո սուրբ ու պատվական անունը։ Սիրելիներ, եկեք որպես եկեղեցի մենք էլ ժամանակ առ ժամանակ սովորեցնենք մեր անձերը ծոմ պահենք, այնպես ինչպես Տերն է մեզ սովորեցնում, ժամանակ տրամադրենք աղոթքին, ժամանակ տանք Աստծուն փնտրելուն եւ միշտ ամեն մեկս հիշեցնենք ինքներս մեզ. Տեր, դու ես իմ ուժը եւ դու ես իմ կյանքի աղբյուրը։ Ամեն Աստծո խոսքի